սխալ տեղում եք նախընտրական կաշառքներ փնտրում։ Վերջին շրջանում հարգելի ընկերներ, դուք էլ վստահաբար ստացած կլինեք հաղորդագրություն ձեր հեռախոսին, որտեղ հակակոռուպցիոն կոմիտեն, այլ պետական գերատեսչություններ տեղեկացնում են, որ նո, կաշառք վերցնել չի կարելի, կաշառք առաջարկել չի կարելի, քրեորեն պատժելի է, շատ ճիշտ է, ոչ մի կաշառք, ոչ ոք Հայաստանում չպետք է բաժանի, ոչ նախընտրական փուլում, ոչ յետընտրական փուլում, ոչ առհասարակ մենք պետք է ի վերջո հասնենք դրան ու ընդհանրապես էլի նաև 18 թվականի փոփոխությունները, որոնք պահանջում է ժողովուրդը, հենց դրա համար էր պահանջում, որ կաշառքով ոչինչ չորոշվեր։ Բայց ինչ անում իշխանությունը, ինքը փորձում է այս տեսակ հաղորդագրություններով ավելի շատ վախի մթնոլորտ ձևավորել։ Իշխանություններին այս հարցում օգնում են իրենց գործընկերները, այսպես կոչված ՀԿ սեկտորի ներկայացուցիչները, որոնք քաղաքացիներին Զվարթնոց օդանավակայանում եւ այլ վայրերում բաժանում են բուկլետներ, տեղեկացնելով, որ կաշառք բաժանելը, կաշառք ստանալը, կաշառք վերցնելը, առաջարկելը քրեորեն պատժելի է, կրկին ասենք, շատ տրամաբանական բան են իհարկե ասում, բայց իրենք սխալ տեղ են փնտրում կաշառք տվողներին, բաժանողներին, առաջարկողներին։ Տեսեք, պարզ մարդկային տրամաբանությունը հուշում է, որ երբ որ դու նախընտրական փուլում բարձրացնում ես թոշակառուների թոշակը 10,000 դրամով, դրանից առաջ ասելով ինչ են անելու այդ 10,000 դրամը, չեն իմանալու ուր ծախսեն, կամ երբ որ դու վերականգնում ես հարբեցողության համար վարորդական իրավունքներից զրկված վարորդների վարորդական իրավունքները, դա եւս կարող է ընկալվել առնվազն որպես նախընտրական կաշառք, երբ որ քո տարբեր պաշտոնյաներ հենց այս փուլում կամ այս նախընտրական փուլում որոշում են պետական աջակցության ծրագրեր իրականացնել, դու եւս անում ես հետեւյալը, դու բաժանում ես մարդկանց փաստացիորեն նախընտրական, եկեք այսպես ձևակերպենք, բոնուսներ, ինչը օրենքով արգելված է։ Ընդհանրապես Փաշինյանի կողմնակիցներից մեկը նաև հասել էր նրան, որ սկզբից եղավ հրապարակում այն մասին, որ նախընտրական փուլում բոնուսներ է բաժանում տեղական բյուջեի հաշվին, իսկ հետո ինքը եկել էր տեղի բնակիչներին, արցախցիներին սպառնում էր, թե բան, չքվեարկեք, գնալու եք ձեր Ռուսաստան։ Ռուսաստանը չգիտեմ, բայց օրինակ հունիսի 8-ին, եթե Հայաստանում անցանցում քաղաքական փոփոխություններ տեղի ունենան, բոլոր այն մարդկանց, ովքեր կաշառք են բաժանում կամ սպառնում են մարդկանց, կարելի է Ադրբեջանում գտնվող մեր գերիների հետ փոխանակել։ Ինչ է կարծում, լավ առաջարկ է։